Սիրելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ, ես քաղաքագետ Գեորգ Մելիքյանն եմ, սա իմ հեղինակային հաղորդումն է Status Quo։ Այսօր մենք հյուրընկալել ենք ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ, Modus Vivendi վերլուծական կենտրոնի ղեկավար Դիվանագետ Արա Պապյանին, պարոն Պապյան, ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Այսպիսի հարց, մի քիչ սադրող երևի, ասում են, որ Նիկոլ Փաշինյանը բոլորիս հաղթեց այն առումով, որ իր նարատիվները, իր ըստ էության ինքը ինչ ուզում է, այդպես էլ լինում է։ Պետք էր բոլորին ենթադրենք ձերբակալեցին, պետք էր եկեղեցին պարակտվում է, պետք էր ուրեմն ընտրությունների ժամանակ ինքը կարողանում է ինչ-որ մոբիլիզացիաներ ապահովել։ Եվրոպացիներին պետք է ասել, որ մենք գնում ենք դեպի Եվրոպա, պետք է բացատրել բոլորին, որ մենք ժողովրդավարական ենք, եւ կարծեք հակառակն է դժվար լինում ասել, որ գիտեք, այդտեղ այդքան էլ մեղմացած այդպես չի։ Ինչու է այդպես։ Կամ համաձայն եք արդյոք, որ այդպես է։ Չէ, համաձայն չէ, որովհետև ցանկացած քաղաքական գործի կամ քաղաքական ուժի հաղթել եւ չհաղթելը որոշվում է այն ծրագրային հիմնադրույթներով, որով ընտրության է եկել եւ թե ինչն է կարողացել իրականացնել։ Եվ ոչ թե ինչ որ տեղի ունենում, ասել ես հենց այդպես էլ ուզում էի։ Չէ, եկեք հիշենք 21 թվականին ինչպիսի արտաքին քաղաքական եւ ներքաղաքական կարգախոսներ են եղել, նպատակներ են եղել։ Արտաքին քաղաքականության հարցը, օրինակ Արցախի հարցը, հիշում եք, Շուշի վերադարձի մասին էր խոսքը գնում, Հադրութի վերադարձի մասին էր խոսքը գնում, ել չասենք այն մնացյալի կարգավիճակ եւ այլն։ Այդ իրականացվել է, չի իրականացվել, հակառակն է եղել։ Նույն ձևի կոռուպցիոների դեմ պայքարի եւ այլն։ Ցույց տվեք ինձ մի անձ, որի նկատմամբ դատական որոշումը ուժի մեջ է մտել, ոչ թե որ գործ են հարուցվել, բացառությամբ մի հոգի ես ինչքան հիշում եմ կա, այն էլ ամենաերևի այսպես ասած ոչ առանձնապես բաներից էր, մեղավորներից, բայց այն ժողովրդում ինչ որ խոստացել է չի եղել։ Նույն ձևի կենսամակարդակի հարցը, նայեք գնաճ ինչքան է, այստեղ էլ խորամանկություն արվում, վերցնում է մեծ անվանացանք եւ բնականաբար մեծ անվանացանքի վրա թանկացումը փոքր է երևում, բայց երբ որ վերցնում ես հիմնական ապրանքներն, հացն, կրկնակի թանկացել է համարը։ Այո, այս ամբողջ հետեւաբար ոչ։ Հիմա, այո, իրեն հաջողվում է սպասարկելով արտաքին տարբեր շահեր կենտրոնների ստանալ նրանց բարեհաճությունը։ Մենք այստեղ ասել ենք, որ օրինակ եթե նախկին իշխանությունները նման վարմունք ցուցաբերեին, հաստատ շատ ավելի խիստ կդատապարտեն եւ տեղին կլներ այդ դատապարտումը։ Հիմա քանի որ ինքը ցույց է տալիս եւ ցույց է տալիս ոչ թե իրականում անում է, իբր գնում է արևմուտք, իբր այլ օրակարգ ունի, բայց իրականության մեջ իր բոլոր քայլերը վարկաբեկի չեն արևմուտքի համար, որտեղ ժողովուրդը որ նայում ասում է սա է արևմուտքը։ Այսինքն նայեք, հնարավորություն չի տրվում արևմուտքի հետ խորացնելու, ընդլայնելու լուրջ հարաբերություններ, որի հետևանքով բնականաբար արևմուտքը չի կարողանում դրսևորվել, անվտանգության հարցերի, նույն Արցախի հարցը եւ այլը, հետո ժողովրդի մեջ հիասթափություն առաջացնում։ Ոչ, խնդիրը հետեւյալն է, որ այդ նպատակները ինչին որ հասնում է ինքը, դա անձնապես իր եւ իր փոքր խմբի, ասենք կուսակցության կամ անգամ դա կուսակցություն էլ չի, որտեվ ներքին որևէ քննարկում չկա, դա ինչ որ միապետական կառույց է, որտեղ ինքը ոնց ուզում է, այդպես էլ որոշում է, այդ առումով ինքը ճակերտավոր հաջող է, բայց այդ հաջող լինելը շատ ծանր է նստում հայ ժողովրդի վրա։ Դա իրականում այո, ուղղակի ես քանի որ սիրում եմ միշտ իրենց անուններով կոչել, տեսնում եմ, որ արևմուտքում կա հիացմունք իր հանդեպ։ Սա մենք չենք կարող ձև անել, որ այդպես դա թվում է, դա այդպես է, այլ հարցը թե ինչու դա ձև են անում, չեմ կարծում, որ ինչու պետք է ձև անեն։ Վերջերս միջոցառում էր կազմակերպված, ինքը ելույթ ունեցավ, մոտապես ժամուկես խոսեց, անհասկանալի շատ բաներ, բայց դուք տեսնեք, երբ որ արդեն կուլուարներում այսպես ասած քննարկումներ են, արևմտյան տարբեր հիացմունք խոսում էր խաղաղությունից, նրանք հիացած են, ընդ որում համարում են, որ ինքը չգնահատված է եւ հայ ժողովուրդը նրանք ովքեր դեմ են, նրանք հաստատ Մոսկվայի կողմից անպայմանորեն վարձատրվում են, դրա համար են դեմ, չի կարող պատահես հրաշք մարդուն դեմ լինել, բայց փաստացի դրամա եմ ասում, գուցե նաեւ արևմուտքին կարողացավ հաղթել, այսպես ասած։
Նայեք, այսպես կոչված այդ խաղաղությունը, ինչ եմ ասում այսպես կոչված, որ ցավոք սրտի հաստատ դա չի տանում խաղաղության, այո, ժամանակավորապես մինչև ընտրությունները մի փոքր անց դա կլինի։ Մյուս կողմից, եթե թշնամիտ քեզանից բաներ ա ուզում դու առանց դիմադրելու տալիս ես, ստացվում է, որ պատերազմ չի լինում։ Դա շատ նման այն հայտնի խոսքին, ասում եմ, որ ձեզ բռնաբարում են, մի դիմադրեք, հաճույք ստացեք։ Ինքը նույնն անում քաղաքական հարցով։ Բնականաբար ինչի լինի պատերազմ, երբ որ Ալիևը առանց կրակոցի ստանում ամեն ինչ ուզում, ավելին է ստանում։ Հիմա մենք տեսնում ենք հարաճուն այդ պահանջները կա։ Նայեք, Արևմուտքը բնականաբար խնդիրներ ունի, աշխարհաքաղաքական իր խնդիրները։ Դա Ռուսաստանի թուլացումն է Հարավային Կովկասում։ Եվ ըստ էության այսպես կոչված այս օրակարգը որ անում է, ես կասեի ուժեղացում է Հարավային Կովկասում։ Հիմա այս օրակարգը որ ինքը անում է, առերես կարողանում է ոնց որ ասած ծախել արևմուտքի վրա։ Ես ինքս Գերմանիայից եմ գալիս, մի շաբաթ առաջ հանդիպում եմ ունեցել տարբեր փորձագետների հետ, Բունդեստագի հենց այն մարդկանց, ովքեր մարդու իրավունքների եւ արտաքին քաղաքական հարցերով են զբաղվում, երբ որ ես իրանց ասեցի 3 քայլ ասեք, որ ինքը արել է դեպի արևմուտք եւ այլն, ասեցին դե Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանել, ասի լավ, այդ համարենք մեկ, թե իրականության մեջ ոչ մի տարբերություն չկա, որտեղ Իրանի սահմանից Եվ լրվեցին որևէ այլ քայլ իրանք էլ չեն կարողանում հիշել։ Հետո ընդունեցին, ասում դե կարող են ասել Հռոմի ստատուտը, կարող են ասել հապկում սառեցումը։ Ներեք, եթե Հռոմի ստատուտը չի գործում Հայաստանում, չէ՞, նույն Հռոմի ստատուտով, այսինքն, ասում Պուտինի նկատմամբ եւ այլոց նկատմամբ կա հայցեր, գոնե հայցի մակարդակով եւ այլն, բայց ինքը ջերմ հարաբերություններ է պահում, չէ՞։ Այդ նշանակում այդ ստատուտը ձևական է։ Գիտեք ինչպես են մեկնաբան։ Ես ուղղակի ուզում եմ այսօր այսպես մի քիչ ավելի པարզ խոսենք։ Ես գիտեմ ինքը շփվում եմ, գիտեմ այդ շատ բան։ Ես ուղղակի ուզում եմ որպես երուսաղեմներն է դա մասի։ Մենք հաճախ ընդհանրապես երբ որ ես ստատուս կոն մտածում եմ, ես հաղորդում եմ, միշտ միտքը դա է, որ մենք ինչպես խոսում ենք մեր մեջ փորձագետներով, դա փորձենք իհարկե որոշակի կանոններ պահելով ներկայացնենք հանրությանը, առանց այդպես պաճուճավորության եւ այլն։ Հիմա տեսեք, ես ուզում եմ դա պահելով ասել, որ Արևմուտքի շատ ու շատ մարդիկ մեզ ասում են, այո, մենք տեսնում ենք, որ նա հանդիպում է Պուտինի հետ։ Իհարկե դա այդքան լավ չի, բայց դե դուք տարբերակ չունեք, դուք տնտեսապես կարևոր գործընկեր եք, դուք չեք կարող չգնալ, դա համար նորմալ է, բայց ժամանակի ընթացքում իհարկե դա կնվազի։ Սա իրենց մոտ այդ ժամանակի ընթացքում դու ամեն ինչը մի օրում չի լինում, սա կարծեք իրենց համար բացատրություն է եւ արդարացում է ամեն ինչին ժամանակ է պետք։ Դուք ինչպես եք մտածում։ Այո, մարդիկ բոլոր մարդիկ ուզում են իրենց աշխատանքում արդյունք ցույց տալ։ Հիմա լինեն դեսպանատները, լինեն փորձագետները, բան, այդ պատմությունները օրինակ խոսում են, դա իրենց աշխատանքի արդյունքն է իբր։ Իրենք ցույց են տալիս, որ եթե օրինակ համար ասեն, որ օրինակ նույն տնտեսական հարաբերությունները առաջ Եվրոմիության հետ շատ ավելի էին, քան այսօր, եւ ընդհակառակը Ռուսաստան խորացել է թվերը, ասեն իրենց համար լավ չի։ Իրենց այդ բոլոր հիմնադրույթները կփլվեն, որտեղ խարսխված չեն փաստերի վրա։ Դրա համար կա անձնական շահագրգռություն այդ ամեն ինչից բացի։ Մյուս կողմից իրենք չեն խորանում, եկեք նայենք իրականության։ Ես որ այն փորձագետի հետ էի խոսում, որը լուրջ հանձնախմբի, այսպես ասած ներկայացնում է տարբեր բաներ, ասում է դե գիտեք ինչ կասում է։ Ես միաժամանակ զբաղվում եմ Մոլդովա, Ուկրաինա, Հայաստան, Վրաստան, եւ իմ ժամանակի 80%-ը դա Ուկրաինան է։ Հայաստանից էլ ասում է շաբաթը մի լուր լսեմ, չլսեմ, դա իրենց մակարդակը։ Պետք է ընդունենք։ Հայաստանը չունի իր այդ կենսական կարևորությունը նույն Եվրոպայի համար։ Հիմա ռեսուրսները Նիկոլ Փաշինյանի որպես պաշտոնյա, որպես բյուջեն տնօրինող շատ ավելի մեծ է։ Եթե մարդը, ասենք, Միացյալ Նահանգներում բյուջեը վարձել է եւ տարեկան $600,000 փող վճարում լոբիստական ընկերության կարծեմ Մերկուրի էր ինչի համար չգիտենք հələ սեփական հենց այդ ինչի համարն է որ դա երևա որ ինքը լավ լույսի տակ երևա որ ամեն ինչ լավ է թեև օրինակ Միացյալ Նահանգներում դրա նկատմամբ վերաբերմունքը մի փոքր ավելի այսպես ասած ավելի խիստ է որովհետեւ հատկապես եկեղեցու դեմ այս ոտնձգությունները լավ չի ընկալվում եւ դրա համար էլ ինք ուրիշ քայլեր անում էլի մեր բյուջե մեր հաշվին տարբեր միջոցառումներ է կազմակերպում այդ ամբողջը ցույց տալու համար նախաճաշ է այդ breakfast դե հենց դա է այսինքն որը խաթարում է
աղոթքի նախաճաշի այն սկզբունքը, որ կրոնական գործիչներն են նախաճաշը կազմակերպում եւ հրավիրում աշխարհիկներին, մեզ մոտ շրջել է գլխի վայրը, ստացվում է, որ պետական պաշտոնյան որ ինչ որ բան է կազմակերպում եւ հրավիրում է կրոնավորներին, որը լրիվ այլ բան է եւ ակնհայտ է, որ սա արվում է անձնական նպատակների համար։ Պետք է ընդունել, այո, ինքը ի տարբերություն բոլոր նախորդ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ շատ ավելի լավ է աշխատում ժողովրդի հետ, շատ ավելի լավ է աշխատում, լավը իհարկե իր համար, չգրտ արևմուտքեր, որտեղ ինքը բոլորին ասում է եւ տալիս է այն, ինչ նրանք են ակնկալում։ Հենց դա կոչվում է ամբողջավարություն։ Տեսեք, հիմա ինքը խոսում է թոշակների բարձրացման մասին եւ հաստատ ժողովրդին է թեման ուտացնելու է եւ բան, բայց երբ որ համատելու լինենք, այսինքն գնաճը շատ մեծ է։ Ես նույն հացը լավ հիշում եմ, 18 թվականին կոնկրետ այդ 250 դրամ էր, հիմա 370 դրամ է, նույն հացը, մի քիչ էլ փոքրացել է, գումարած մի 50 դրամ էլ այդ ցելոֆանի տոպրակի գինն է, որ նաղդեցին ժողովրդի վրա, այսինքն եւ իր պատճառով։ Գիտեք, բայց նույն արևմուտքի ներկայացուցիչը կասի դա այնպես չի, որ մեր մոտ գնաճ չկա, մենք ժողովրդավարական երկիր ենք, բայց մեզ մոտ տրանսպորտները թանկանում, սա էլ է թանկանում։ Մենք ինչ ունենք այնց փաստ, որ կարողանանք այսպես դնել սեղանին եւ ասել ահավասիկ տեսեք եւ այդտեղ շահարկում չլինի, որ դե գիտեք, այսպես կա, այնպես կա։ Հստակ մենք ունենք այդպես։ Նախ ասեմ, որ այո, գնաճ ամենուր կա, բայց կա աշխատավարձի համապատասխան բարձրացում։ Մեզ մոտ չկա համապատասխան բարձրացում։ Մեզ մոտ ինչ է տեղի ունենում։ Մեզ մոտ հասարակության որոշ խավերի աշխատավարձները բարձրացնում է, այդ թվում օրինակ այսպես կոչված իրավապահ համակարգ, ոստիկանություն, իր կողմնակիցներ տարբեր, ասենք միլիոն ու կես, 2.5 միլիոն աշխատավարձ են ստանում, հետո դա միջինացվում է բոլորի վրա, ստացվում է, որ բարձրացել է այնինչ եւ ինդեքսավորումը, որ պիտի տեղի ունենա, գնաճին համապատասխան բոլորի աշխատավարձն, սա չէ։ Հիմա, այսինքն ինչ ունենք ասելու, նայա, որ Հայաստանը այսօր, այսպես նայենք, ավելի անվտանգ է Հայաստանում ապրելը, թե նախկինում։ Ինքը ուզում է ներկայացնել, այո, իմ կարծիքով ոչ։ Եվ այդ բոլոր, ինչ ասեմ, սահմանային այս ժամանակավոր հրադադարը կրկնում եմ, սա պայմանավորված է Ալիևի բարի կամքով կապված ընտրությունների հետ։ Ընտրություններից հետո լրիվ իրավիճակ է փոխվելու։ Մյուս կողմից հիմա նույն դեպի արևմուտք, ասենք, գործընթացը, որ պիտի լիներ, այդ ռազմական համագործակցությունը բավականին թույլ է։ Իրականության մեջ չկա, բայց ամեն մի փոքր հարցը ինքը կարողանում է, միգուցե իր մասնագիտությունից է, որ լրագրող է եղել եւ կարողանում է, ասենք, տիրապետում է, թե ոնց խոսքի միջոցով ոնց այդ գաղափարները տարածի, այսինքն ինչ որ 1000 տոննա օրինակ պայմանական ասած ցորենի, որտեղ դա ֆուրաժային ցորեն էր եւ ըստ որոշ աղբյուրների վարակված, այդ 1000 տոննան մի օրվա գիտեք, չէ, Հայաստանի ընդամենը մի օրվա բանն է։ Իհարկե, այստեղ եկեք հանուն արդարության ասենք, խնդիրը այդտեղ ինչի թե ինչ է եկել, այստեղ խնդիրն այն է, որ մենք արդյոք այնքան ենք ուրեմն հարաբերությունների մեջ փոփոխություն մտցրել, որ Ադրբեջանի միջոցով գալիս է եւ թերևս շարունակելու է գալ, թե ոչ, դա մեկ անգամ վեր թե ոչ, եւ երկրորդ արդյոք սա սկիզբը չի, ինչպես որ ադրբեջանցիները միշտ փորձել են անել, մեզ դնել տնտեսական կախվածության մեջ իրենցից, եւ Ռուսաստանից եւ իրենցից, այսինքն մենք հիմա կրկնակի ենք սկսում կախվածություն ունենալ, թերևս կարող է գազը գա Ադրբեջանից արդեն ըստ իրենց պայմանավորվածությունը։ Ավելի շատ ես կուզեի որ այդպես տեսնենք, քան թե ենթադրենք դա ֆուրաժային է, լավը չի, դա մի փոքր։ Եկեք այդպես տեսնենք։ Ադրբեջանից Հայաստան ցորեն չի մտել։ Ադրբեջանից գնացել է Վրաստանից եկել է Հայաստան։ Ռուսական էլի, ռուսական։ Ռուսական, հիմա թե ղազախական էական չի։ Գնացել է Վրաստանից եկել է, միշտ այդպես եկել։ Չէ, Վրաստանով է եկել, բայց ոչ Ադրբեջանի մեջ։ Ով ասեց։ Ադրբեջանից Վրաստան գիտեք ինչքան ապրանք էր գալիս, հետո վերաձևակերպվում էր եւ ռեէքսպորտեր արվում Հայաստան։ Բա 300 միլիոն դոլարի որ Թուրքիայից օրինակ ապրանք է գալի Հայաստան, ո՞նց է գալիս։ Բայց Ադրբեջանից չի գալիս։ Չէ, դա մասը Ադրբեջանից էլ է գալիս։ Ադրբեջանից Վրաստան տասնյակ հարյուրավոր միլիոն դոլարների ապրանք է գալիս տարբեր տեղերից։ Գնացքով գալիս է Վրաստան։
Չէ, նկատի ունեք, բայց ինքը կարող է այնտեղից առնում վերեն թղթաբանության մեջ է։ Նախկինում թղթաբանությունը ոնց որ ասած վերջակետը Թիֆլիս կամ ինչ որ մի կետ է եղել, մի կազմակերպություն ընդունել է, վերաձևակերպել է, ռեէքսպորտալ է Հայաստան։ Հիմա այդ պահը մեջտեղից դուրս է եկել, այսինքն երբ որ Ղազախստանից պայմանական ասած ծորենը սկսել է շարժվել, իմացել են որ գալիս է Հայաստան եւ բայց դա մի փոքր ուրիշ ամեն դեպքում եկեք ընդունենք որ նույն իրենց հասարակությունն էլ է քննարկում արդյոք իրենք ասում են մենք պիտի թույլ տանք որ մեր տարածքով հայերի համար ինչ որ մի բան գա կարող է իրանք մինչև էդ էլ չեն իմացել որ գալիս է բայց հիմա մի փոքր կարծեք ուրիշ է դրա համար սա էլ է կարողանում ինքը վաճառել դե կարողանում է բայց օրինակ Հայաստանի անվտանգության տեսակետից բարենային անվտանգությունը անգամ վերցնենք ծորենի անվտանգությունը հիմա է որ գալիս է Ադրբեջանի վրա ավելի ապահով թե մինչև 2020-ը Արցախից մենք գնում էինք ծորեն շատ ավելի շատ քան հիմա ասենք հիմա ներմուծելու ենք այդ նշանակում է ծորեն եւ միրգ եւ բանջարեղեն եւ ջուր ամեն ինչ է այդ նշանակում է որ մեր բարենային անվտանգությունը ավելի ցածր մակարդակի վրա է եւ ամենավատ բանից մեկը այն է որ այն ինչ որ տեղի է ունենում դա փաստաթղթավորված չի օրինակ եթե վաղը փակեն այդ նույն ճանապարհը գոնե ինչ որ մի հատ թուղթ ունենանք ստորագրած հետները որ պիտի տարանցիկ անցնեին որ ինչ որ բողոքենք թափարենք ասենք տեսեք ոտնահարում այն ինչ է տեղի ունենում Ալիևի բարի կամքով ինքն այդպես ներկայացնում այսինքն ինչ որ մի ապրանք եկել է վաղնել նույն բարի կամքը կդառնա չար կամք կամ կմեզ կմեղադրեն ինչ որ մի բանի մեջ օրինակ սահմանակետի վրա բախում կանեն եւ կփակեն սա է Պարոն Պապյան Փաշինյանը մի քանի օր առաջ այդպես ողջավորության մեջ ասեց բա այդ գումարները ինչի համար են պարտքով վերցրել ուզում եք ասեմ զենք են կարել ես սա շատ մեծ արձագանք ստացավ Ադրբեջանում այո Հիմա հարց առաջանում նախ արդյոք իսկապես այդքան գումար ինչի մասին խոսում է զենքի վրա երկրորդը սա էլ հենց այդ նույն ձեր ասած այդ չար կամքի հենց դրվագը չի որ Ադրբեջանը ասում է դուք զինվում եք ուրեմն դուք պատրաստվում եք պատերազմ բայց իրական մենք արդյոք իսկապես պատրաստվում ենք պատերազմին նայեք զենքի առևտուրը դա սովորական առևտուր չի այսինքն միջազգային կառույցները դա վերահսկում են եւ մենք էլ պարտավոր ենք պաշտոնապես տեղյակ բանք Վիեննայում գիտեք համապատասխանեցի կառույցկա որին ասում ենք երբ որ մենք նայում ենք այդ թվերին մեկը Շվեդիայի պատերազմի եւ խաղաղության ինստիտուտն է որը ամենա լուրջն է այդ հարցով դե հստակ թվեր կան թե Հայաստանը յուրաքանչյուր տարի ինչքան գումարի զենք է առել անգամ զինատեսակները եւ այլն ամենա Հայաստանը ընդհանրապես իմ ախր այդ թվերը բանա կարճ ասած Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք եւ բոլոր զենքերի միասին կարծեմ 3.5 միլիարդ դոլար աղես 7 տարվա մեջ գնումները բոլոր այն որ Ռուսաստանին փող են փոխանցել չի եկել բան եւ այլն այդքան է եղել չէ կներեք սխալ ասացի ռազմական ծախսերն այսինքն ձե որտեղ հիմա 1.7 է դառնում որից 1.7-ից հանում ենք աշխատավարձը մնում է գնումների թիվը շատ ցածր է կարճ ասած այդ 3.5 միլիարդ հաստատ չկա այդ չէ այդքան չկա ես չէ 3.5 միլիարդը դա ընդհանրապես ռազմական ծախսերն էր որովհետև սկսեց 400 քանի միլիոնով հետո աստիճանական բարձրացավ այս տարի համեմատաբար շատ է հենց սա է բանը որ խոսում են իրական դուք ճիշտ եք այսինքն բյուջեն ռազմական բավականին հասկանալի համեստ է, բայց խոսում են ինչ-որ մեծ թվերի մասին, որը իհարկե չեմ ուզում մենք դրա մասին շատ բաց խոսենք, բայց հարցեր են առաջանում։ Չէ, հարցեր են առաջանում, նայ, այդ ոնց են առել այդ զենքը, եթե որևէ միջազգային կառույցի պաշտոնական ցուցակների մեջ դա չկա։ Ֆրանսիացիները զեկույց հրապարակեցին մի քանի օր առաջ, որտեղ իրենք նշել էին այդ Ցեզար բաները հրետանին, բայց էլի հարց է, որտեղից է երբ է եւ 200 մոտապես 40 միլիոնի կարգի իբր հայկական կողմը վճարել է, թե մի 5 տարվա կտրվածքով, թե 10 տարվա կտրվածքով։ Լավ, հիմա 240 միլիոն, ինչ որ 150 միլիոն բան, բայց 8 միլիարդը ուրիշ է։ Այդ խոսքը ինքս լսել եմ, ինքը այնպես է ներկայացնում, որ այդ 8 միլիարդ ասում ինչ են կարել, զենք են կարել։ 8 միլիարդը ինչ որ զենք են կարել։ Ոչ այդ թվերը հանգիստ կարելի է ստուգել, բայց խնդիրը որն է, մեր իշխանությունների համար նման հայտարարությունները միշտ նպատակ ունեն ժողովրդին խաբել եւ
Ձեր ասած այդտեղ ճիշտ է։ Երբ որ դու 8 միլիարդի զենքի մասին ես խոսում գնված, որ իրականության չի համապատասխանում, դու հնարավորություն ես տալիս քո թշնամուն 8-ի փոխարեն ինքը 18 առնելու եւ չես կարող մեղադրել, որ ինքը զինվում է, գումարած նրան նաեւ քեզ մեղադրի, որ դու պատրաստվում ես հերթական ինչ որ պատերազմի ռևանշի, այսպես ասած։ Հա, եւ ստացվում է, որ քո հայտարարությունները, որ բաղարացում սպասարկումը արտաքին օրակարգ, նայեք, հերո չգնանք, նաև հայտարարությունը, որ հայ առաքելական եկեղեցին կամ եկեղեցիի մի զգալի մասը KGB-ի գործակալ են։ Դա ինչ-որ բան էր։ Բնականաբար ինչ-որ մարդիկ կան բոլոր կառույցներով, չէր կարող պատահի սովետական միության ժամանակ մի կառույց լինել, որը հատկապես որ դրսից շփմա չլներ, բայց նման հայտարարությունը վարչապետի կողմից հարվածի տակ է դնում մեր տասնյակ եւ տասնյակ թեմերը եւ հարյուրավոր հոգեվորականների։ Դրսում նաեւ։ Հենց դրսում, առաջին հերթին դրսում, որովհետեւ սա հնարավորություն է տալիս մեղադրելու հայ եկեղեցուն եւ սահմանափակելու նրա բոլոր հնարավորությունները։ Բայց անհիմն, ախր ոչ մի հիմնավորում չեն բերում, ուղղակի ասում են, սենց ոնց կարա այդքան անպատասխանատու հայտարարություններ։ Բա դրա համար անդադ խոսել ենք լուստրացիա։ Լուստրացիա ամբողջ իմաստը հենց դա է, եւ իմաստը լուստրացիայի այն չի, որ այսպես դնես անպայման, ասում ես վրեժ լուծես պատժեց, ոչ, այդ չի։ Լուստրացիայի իմաստը նա է, որ հակառակորդից զրկում ես տվյալ անձին շանտաժանելու հնարավորությունը։ Իսկ երբ որ դու բացահայտում ես դա, ասես արդեն ես եմ զբաղվում իրենով։ Հա, արդեն նա չի կարող մոտելան այդ մարդուն, ասի գիտես, ես վարկաբեկիչ ինչ որ բան եմ քո վրա, կբացահայտեմ եւ դու ինձ համար պարտավոր ես աշխատել ինչ որ տվյալներ տալ։ Հիմա այդ վարկաբեկման զենքը պիտի վերցնես։ Այնինչ ստացվում է, որ դու հնարավորություն ես տալիս քո ճշտամներին քո դեմ օգտագործելու։ Ցավալի իրողությունը, բայց սա առաջի դեպքը չի եւ վերջինն էլ չի։ Ինչ է կարծում, արդյոք արևմուտքը կփոխի իր վերաբերմունքը ի վերջո։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը խաղարկում է եւ տարիների վեր խաղարկում է, բա եթե ես չի, ապա գալու են Ռուսաստանի մարդիկ եւ այլն։ Եվ եթե նախորդ ընտրությունների ժամանակ ինքը հիմնականում առաջ էր բերում Քոչարյանի հնարավորությունները, հիմա շեշտադրումը փոխվել է Սամվել Կարապետյանի վրա է, այսինքն դրված, բա եթե ես չլինեմ Սամվել Կարապետյանը կգա, Սամվել Կարապետյանն դեռ ռուսների մարդն է եւ այլն եւ այլն։ Այդ բանն է խաղարկում եւ ցավոք սրտի որոշակի այդ ազդեցություն կա, բայց ես կարծում եմ, որ հնարավորությունները Նիկոլ Փաշինյանը ավելի քիչ են, որտեղ նախորդներին ինքը նաև հնարավորություններ մեղադրելու, ասենք կաշառակերության մեջ, հնարավորություններ ինչ որ բաների մեջ մեղադրելու եւ այլն։ Հիմա Սամվել Կարապետյանն ինքը այդքան շատ չի կարող մեղադրել, որովհետեւ ըստ էության, բացի ասելով որ նա ռուսների մարդն է, ասենք կաշառք վերցնելու մեջ չի կարող մեղադրի, որովհետև այդ մարդը ոչ պետական պաշտոն ունեցել, ոչ էլ կարող էր։ Բայց դրա համար հիմա մենք տեսնում ենք հես այս ամբողջ ես կասեի չարաբաստիկ գզվրտոցը, որտեղ մենք չգիտենք սա ինչով կարող է ավարտվի։ Սա կարող է իսկապես այդ համակարգը փլուզել եւ մենք էլի գնանք հովարային անջատումների եւ հազար մի բան, այդքան հեշտ չի։ Այդ գումարները առ այսօր ես ինչքան հասկանում եմ, անգամ աշխատավարձները դեռևս առ այսօր տրվում է Տաշիր ընկերության կողմից, որտեղ այո կառավարում են ուրիշները, բայց փոխտվողը դեռ նրանք են։ Եվ այս ամբողջը տնտեսության վրա շատ վատ է անդրադառնալու, որովհետև նաև ներդրումային առումով, այսինքն ներդրումային առումով, որտեղ ամեն մի ներդրող վստահություն պիտի ունենա, որ իր ներդրումները ապահովված են։ Հարցը այն չի, որ պիտի տնտեսական, այսինքն հանցագործությունները չպատժվեն, իհարկե պիտի պատժվեն, բայց դրա համար պիտի լինի բաց դատարան, այսինքն արդար դատարան, քննարկում, փաստեր եւ ոչ թե, ասենք, մերկապարանոց միայն մեղադրանքներ։ Բոլոր երկրներում էլ հանցագործությունները պատժվում են, բայց հիմնավոր դա պիտի լինի։ Պարոն Պապյան, վերջին հարցս, ինչ այդ դեպքում ինչպես արևմուտքին հետ շփվել եւ ինչպես իրենց ի վերջո ինչ լեզվով խոսել, որպեսզի իրենք հասկանան ճշմարտությունը, իրականությունը։ Ես միշտ մեջբերում եմ անում Աստվածաշնչից, որն ասում է, որ ծառը պտուղից է իմացվում։
քաղաքական ուժը արդյունքից է իմացվում։ Ես հարց եմ տալիս։ Այդ խոսակցությունները, սիրուն համաժողովները, հիշում եք մի ժամանակ ասում էր ժողովրդավարության բաստիոն, հա, խոսքերը դրեք մի կողմ։ Փաստերով, այսինքն պտուղով, ծառը պտուղով, քաղաքական գործիչը գործով։ Մի հատ հասկանանք, էլի, այսպես բան արեք, գիծ քաշեք, ոնց որ ասած, էջը կիսեք, գրեք, թե ըստ էության ինչ նպատակներ դուք ունեք եւ տեսեք, այս մարդը այդ նպատակները, որ օրինակ համար արևմուտքի հետ հարաբերությունները սերտացնել, տնտեսական, ամեն ինչի վերջո տնտեսական հարաբերություններն է, շատացել է թե չէ։ Այս որ ինքը իրականացնում այս քաղաքականությունը, սա ինչի է բերելու։ Սա բերել է Ռուսաստանի ազդեցության ուժեղացման եւ հիմա ակնհայտ է հատկապես այս վերջի կես տարին, որ Ռուսաստանը գնալով ավելի ուժեղանում է եւ եթե Ռուսաստանի մի քիչ թևերն ազատվեն բանում, ձեռքերն ազատվեն Ուկրաինայում, այդ դեպքում շատ ավելի է լինելու եւ վաղը էլի նույն արևմուտքը գլխին է տալու, ասելու է մենք պահը կորցրեցինք եւ այլն։ Բայց ցավալին գիտեք որն է, արևմուտքի ոնց որ ասած իր դառը թոյրան գլացեն։ Ցավն է որ հայ ժողովուրդն է կորցնելու այդ հնարավորությունը եւ հաջորդ նման հնարավորություն երբ կլինի, իսկապես մեծ հարցականի տակ կլինի, որովհետեւ մի անգամ 1920 թվականին այդ հնարավորությունը մեզ համար փակվեց, արևմտյանը եվրոպական քաղաքակրթության մասն, որի մաս ենք մենք կազմել հարյուրամյակներ եւ այլն, եւ նման հնարավորություն 90-ականներին եղավ նման հնարավորություն։ Այո, 90-ական սկզբին հետո էլի փակվեց, որովհետեւ Ռուսաստանի ազդեցությունը շատ ուժեղացավ, մի պահ, այսպես հույս բացվեց հենց 18-ին այսպես կոչված այդ նույն հեղափոխության, որովհետեւ օրինակ իմ մտքով չէր ասի որ մարդ կարող է նման բաներ խոստանա, անի լրիվ հակառակը, որովհետեւ իմ պատկերացման քաղաքական գործիչը այդպես է, որ այո, իրավիճակ կարա փոխվի։ Խոստացել ես իրավիճակը փոխվի, բայց ասես գիտեք իրավիճակը փոխվի, հաջողություն։ Հրաժարակատնատալից գնում է այդպես անում, եւ ոչ թե գիտեք մի սովետական անեկդոտ կա, այս մի քիչ ավելի թեթևով վերջացնենք, հրեային ասում են դուք կուսակցական գծից տատանումներ ունեցել եք, ասում են ոչ, ես տատանվել եմ կուսակցության գծի հետ միասին։ Հա, հիմա ստացվում է այս վիճակը, այսինքն ինքը տատանվում է իրավիճակի։ Պետք է արևմուտքին է սիրաշահում, պետք իր համար այսինքն պետք է շանայի միջոցով ուզում է գնա Եվրոպա, որը հաստատ այդ ճանապարհը չի։ Պարոն Պապյան, շնորհակալ եմ։ Շնորհակալություն նաև ձեզ, ելի հեռուստադիտողներ, շարունակեք հետևել մեր հաղորդումներին Եվրամեդիա 24-ի եթերում, հաջողություն ձեզ։